Տեսեք, ընդհանրապես այն ինչ սկսեց կատարվել Արցախի հարցում, դա սկսեց կատարվել 2018 թվականից, երբ որ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխության եւ իշխանության եկան մարդիկ, ում հիմնական նպատակը Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում զրոյացնելն էր եւ դրա համար պետք է որոշակի քայլեր ձեռնարկել։ Քայլերից մեկը դա Արցախի հանձնումն էր Ադրբեջանին, որին պետք էր այս կամ այն ճանապարհով հասնել եւ ինչ տեղի ունեցավ այն, որ առնվազն 20 տարվա բանակցային գործընթացը զրոյացավ, սկսվեց զրոյական կետից ըստ Փաշինյանի, այնուհետև արվեցին հայտարարություններ, օրինակ Արցախը Հայաստանը եւ վերջ, որոնք թույլ տվեցին Ադրբեջանին ասել, որ Հայաստանը որպես բանակցող կողմ արդեն իրեն adekvat չի պահում եւ երևի թե այլ ձևերով ինքը պետք է փորձի այս հարցի հանգուցալուծումը տալ, ընդ որում դա դժգոհություն էր առաջացրել երանախագահների մոտ, որոնք այս process-ով զբաղված են, որովհետեւ դու տարիներով աշխատում ես մի փաստաթղթի վրա, իսկ քեզ ասում են, որ ես դա անել եմ ինչ-որ զրոյական կետից եւ նաեւ խոսակցություն կա, որ մերժվել է մինչեւ Փաշինյանը չի ներկայացնում այդ առաջարկը, վերջին առաջարկը, որը տրվել էր երանախագահների կողմից 2019 թվականին եւ տեղի ունեցավ պատերազմը տեղի գնաց այն սցենարով, մենք տեսանք, որ Փաշինյանը հրաժարվում էր օրինակ Վլադիմիր Պուտինի առաջարկից, երբ որ հնարավոր է կանգնեցնել պատերազմը եւ Շուշին մնում էր հայկական, Փաշինյանը ասաց, որ շարունակելու են պատերազմել, որովհետեւ գծած էր այնպես, որ Հայաստանը պետք է տանուլ տա այդ պատերազմում եւ Արցախը պետք է անցնի Ադրբեջանին, ինչը թույլ կտար Հայաստանին մեղադրել Ռուսաստանին որպես վատ դաշնակից լինելու։ Պլանը նորմալ իրագործում էր, եթե չլիներ Ռուսաստանի անսպասելի քայլը, երբ որ ինքը նոյեմբերի 9-ին իր զորքերը առանց որևէ մեկին հարցնելու խաղաղապահ զորքերը մտցրեց Արցախ եւ կարողացավ պահել գոնե ինչ-որ մի կտոր, որտեղ հնարավոր եղավ, որ վերադառնա հայ բնակչությունը եւ քիչ թե շատ երկիրը գոյատևեր։ Նաև կար փաստաթուղթ եւ դա վերջին փաստաթուղթն էր, որտեղ Արցախը Ադրբեջանի կազմում չէր, դա երակողն էր նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կնքված եւ այստեղ փաստացի այդ հրեշավոր պլան նախագծողները ավելի վատ իրավիճակում հայտնվեցին, որովհետեւ ոչ միայն Ռուսաստանի ներկայությունը ռազմական կար Հայաստանում, այլ նաեւ Ռուսաստանի ռազմական ներկայությունը հաստատվեց նաեւ Արցախում, իսկ դա արդեն անընդունել էր, դրա համար իրենք բավականին արագացված տեմպերով անցան պլան B-ի։ Պլան B-ն կայանում էր նրանում, որ ստեղծել ժողովրդի եւ խաղաղապահների միջև անվստահության մթնոլորտ եւ B փորձել այնպես անել, որ ինչ որ մի հանգամանքի բերումով ժողովուրդը լքի Արցախի տարածքը, իսկ չկա ժողովուրդ, չկա խաղաղապահ,